հետևորդներ, Կիրակի է եւ ավանդույթը չխախտելով կրկին ես եւ պարոն Ղազարյանը եթերում ենք։ Պարոն Ղազարյան, մենք Եվրոմեդիա 24-ի տաղավարում զրուցեցինք, իդեպ ես մեր հեռուստատիտողներին խորհուրդ կտամ դիտել այդ հարցազրույցը անպայման, հասանելի է Եվրոմեդիա 24-ի YouTube-յան ալիքում։ Խոսեցինք ընդդիմության շարքերում պառակտման մասին, գիտեք, երկրորդ նախագահի կողմնակիցները մեղադրում են երրորդ նախագահի կողմնակիցներին Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, իսկ երրորդ նախագահի կողմնակիցներն էլ մեղադրում են նախագահի կողմնակիցներին, որովհետև ասում են եղբոր աղջիկը 2018-ին ցուցարարների շարքերում է եղել։ Հիմա պարոն Ղազարյան, դիմացը գարուն է եւ սպասում է, որ պետքա փողոցային պայքար լինի ու ակնկալվում է կոնսոլիդացիա ընդդիմության շարքերում, բայց հակառակ պրոցեսն ենք տեսնում։ Հիմա ինչ է լինելու ձեր կարծիքով, հնարավոր է ընդդիմությունը միավորվի, թե արդեն կարմիր գծերը հատել են։ Գիտեք ինչ, ինձ անկեղծ ասած դա դուր չի գալիս այդ փոխադարձ մեղադրանքները, որ հնչում են, առավել եւս որ երկու մեղադրանքներն էլ անհիմն են։ Այսինքն մի դեպքում ասել, որ Սերժ Սարգսյանը օգնել է, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, իմ կարծիքով այդ թեզը չափազանց անմիտ է եւ որևէ լուրջ հիմնավորում եւ բացատրություն ես այդ թեզը հիմնավորող չեմ լսել։ Նույնչափ անմիտ է թեզը, որ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը մասնակցել է հանրահավաքի, ուրեմն կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Դրանք հավասարազոր անմիտ տեսակետներ են եւ կարծում եմ մեծ ափսոսանք եմ ապրում, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի դուրս եկած ուժերը առավել եւս առանցքային ուժերը, իդեմս երկու նախկին նախագահների, նրանց աջակիցների համակիրների միմյանց նկատմամբ նման տրամադրություններ ունեն եւ նման զարգացումների են տանում։ Ես կարծում եմ, որ հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա օրինական իշխանություն չի, այլ կազմակերպված հանցավոր խումբ, իսկ այդ հանցավոր խմբի դեմ պայքարում պետքա մեկտեղել բոլորիս ջանքերը, որպես ազգային ազատագրական պայքարի ոգեղեն տրամաբանությամբ, նման մոտեցումները, նման ընթացքները միայն վնասում են մեր ընդհանուր գործին։ Դուք ասացիք, որ առջևում գարուն է եւ սպասում են փողոցային պայքարի գործողություններ, ես չգիտեմ, թե նման դուք հավանաբար ինչ-որ տեղեկություններ ունեք, ես չեմ լսել, որ ամենայն դեպս հայտարարված հանրահավաքների մասին տեղեկություններ չկա։ Զանգակ Սրբազանն էր ասում, որ վճռորոշ փուլ ենք մտնելու, դա է հիմքը իմ ենթադրությունների։ Հա, հասկացա, դա մի քիչ ավելի անորոշ է, քան ես ճիշտ ասած ձեր հարցադրումից հասկացա, որ ավելի որոշակի ծրագրեր գոյություն ունեն։ Բագրատ Սրբազանի տեսակետը ես լսել եմ, բայց դա դեռ անորոշություն է իր մեջ պարունակում։ Եվ ես կարծում եմ, որ ուղղակի հիմա փողոցային պայքարներ առանց քաղաքական գործընթացի անիմաստ է լինելու եւ անարդյունավետ։ Առաջին հերթին պետք է նախաձեռնել քաղաքական գործընթաց ազգային ժողովում, իսկ դա կարող են անել առաջին հերթին ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, որոնք ընդգրկված են այն խմբակցություններում, որոնցում նախկին նախագահների քաղաքական կշիռը եւ ազդեցությունը չափազանց մեծ է, որովհետեւ Հայաստան դաշինքի առաջնորդը փաստացի Ռոբերտ Քոչարյանն է, իսկ պատիվ ունեմ խմբակցությունում հայրենիք կուսակցության դուրս գալուց, Արթուր Վանեցյանի դուրս գալուց հետո կարող ենք ասել, որ ամենաազդեցիկ գործիչը այդ խմբակցության որոշումների կայացման գործում Սերժ Սարգսյանն է, չնայած որ ինքը չի մասնակցել ընտրություններին անձամբ, չի առաջնորդել այդ դաշինքը, բայց իր հեղինակությունը կարծում եմ օբյեկտիվորեն բոլորն է գնահատում եւ հասկանում են։ Եվ հիմա այս պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու օրինական հնարավոր մեխանիզմը մնացել է ազգային ժողով նրան անվստահություն հայտնել եւ պարզվում որ անգամ ընդդիմությունը չի ուզում նրան անվստահություն հայտնի։ Այդ դեպքում պետք է հասկանալ բա ով է ուզում։ Մենակ ստացվում է, որ եւ իշխանական խմբակցությունը եւ ընդդիմադիր խմբակցությունները հակադիր են հասարակական կարծիքին, որովհետեւ հասարակությունը ուզում է մեծամասնության մեջ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից,
Իսկ այն մարդիկ, ովքեր որ դա պետք է անեն, կարող է պարզվի, որ չեն ուզում։ Համենայնդեպս մինչև հիմա ցավով պետք է արձանագրել, որ ազգային ժողովում դեռ չի գտնվել թեկուզ մեկ պատգամավոր, որ 2022 թվականի օգոստոսի 2-ից, այսինքն այն պահից, երբ որ կար դրա իրավունքը, նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու գործընթաց։ Նման նախաձեռնություն դեռ ոչ մեկը չի ցուցաբերել։ Եթե իշխանական ընդդիմադիր քաղաքական ուժերը մտածում են, որ պետք է հանգիստ դիրքավորվել եւ գնալ 26 թվականին ընտրությունների եւ ընտրությունների միջոցով այդ հարցը լուծել, ես կարծում եմ, որ ով այդ կարծիքին է, նրան լուրջ մարդու տեղ չպետք է ընդունել, այսինքն լուրջ մարդը չպետք է մտածի, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է այդ հանցախմբին այս իշխանական համակարգում, այս բռնապետական ռեժիմի պայմաններում ամբողջ ընտրական գործընթացի բոլոր բաղադրիչները իր վերահսկողության տակ լինելու պարագայում ես նկատի ունեմ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե ընտրատարածքային հանձնաժողովները, թե հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն, թե ֆինանսական միջոցները, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարագայում, հատկապես ընտրական գործընթացներում ըստ Transparency International-ի դրանք մեծառավելապես ստվերային են, թափանցիկություն չունեն եւ այլն, ու դրա հետ միասին նաեւ վարչական ռեսուրսը, ամբողջ իրավապահ ռեսուրսը, որը մինչև հիմա գործածվել է եւ հիմա էլ Գյումրի ընտրություններում գործածվում է, չէ՞, մենք լսում ենք ազդեցիկ տեխնացուների ձերբակալությունների մասին, նրանց ընտրական շտաբերը հայտնում են իրենց հնարավոր ներգործությունների մասին, այսօր էլ ինքը Գյումրիում հանդես է եկել ելույթով, որի մեջ բովանդակային առումով ոչինչ չկա, բայց սպառնալիքը ընտրական գործընթացի մասնակիցներին դա իրավապահ մարմինների ռեսուրսի գործածությանն է վերաբերում, որովհետև իր հիմնական ելույթի առանց այդ ապօրինի գույքի վերադարձի հարցն է, չգիտես ինչի 7 տարի իշխանության մեջ մնալուց հետո նոր է սկսել դրա մասին խոսել, երբ որ պիտի իր ասելով 7-րդ րոպեից դրանով զբաղվեր, բայց այդ ապօրինի գույքի վերադարձի խնդիրը դա իրավապահ համակարգի խնդիր է, դա քաղաքական խնդիր չի, դա կառավարությունը չի այդ հարցը լուծում, այդ հարցում գործիքակազմ ունի գլխավոր դատախազությունը, այդ հարցում գործիքակազմ ունի հակակոռուպցիոն կոմիտեն, այդ հարցում գործիքակազմ ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, դրանք բոլորը անկախ մարմիններ են, եւ եթե վարչապետը խոսում է այդ գործիքի կիրառման մասին, որ ինքը դա պիտի անի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, դա լավ բանի մասին չի խոսում, եւ դա էլ հələ մի հատ քաղաքի ընտրությունները, պարզավոր համապետական ընտրություններում այդ մոտեցումները լրիվ այդ կիրառություն են ունենալու եւ այդ պայմաններում մտածել, որ Նիկոլ Փաշինյանի հանցախմբի հետ պետք է գնալ հավասար մրցակցային պայմաններով ընտրություններ, ես կարծում եմ, որ լուրջ մարդիկ այդպես չպիտի վարվեն։ Եվ պետք է մեկնեն իրենց ջանքերը անվստահության գործընթաց գեներացնելու, իրագործելու քաղաքական առումով եւ ապավինելու հանրային աջակցությանը այդ գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։ Պարոն Ղազարյան, Բաքվում պատանդարված Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ ուղերձով, ձայնագրություն էր փոխանցել, որտեղ նախ շատ մեղմ ասած հուզիչ էր այդ ձայնագրությունը եւ այնտեղ ասում էր, որ ինքը շնորհակալ է բոլորից աջակցության համար, ինչ տպավորություն ստացաք, դա հրաժեշտի ձայնագրություն էր, հրաժեշտի ուղերձ էր։ Ռուբեն Վարդանյանը հիմա արդեն չեմ սխալվում, արդեն մոտ 10 օրից ավել է, կարծեմ 15 օր է, որ գտնվում է հացադուլի մեջ եւ նրա ֆիզիկական վիճակը հուշում է, թե ինչ ֆիզիկական հյուզվածության վիճակի է հասել այդ հացադուլի նաեւ հետևանքով, էլ չասեմ, որ ահազանգող տեղեկություններ կան նաեւ նրա եւ մյուս ապօրինի պատանդարված մեր քաղաքացիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ հոգեբանական, ֆիզիկական բռնաճնշումների իմաստով եւ եթե Ռուբեն Վարդանյանը որոշում չկայացնի հացադուլը դադարեցնելու մասին, իսկ նա առայժմ չի հայտարարել այդ որոշման մասին, ապա ցավով պետք է արձանագրել, որ նրա կյանքին իսկապես վտանգ է սպառնում եւ միգուցե ինքը այդ որոշումը կայացրել է իր համար եւ իր ձայնային ուղերձի բովանդակությունը
ցավոք սրտի նման տպավորություն է ստեղծում, որ ինքը չհաշտվելով այն ապօրինության հետ, որը իր դեմ եւ մյուս գործիչների դեմ կիրառվում է, հաշտվել է այն վիճակի հետ, որը կարող է բերել դրա հետևանքները։ Իդեպ ասեմ, որ անկախ դրանից Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարեր, թե այլ որոշում կայացներ, նրանց ճակատագիր այնտեղ գտնվողները ինձ համար շատ պարզ է, քանի Հայաստանում իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, այդ մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ անցկացնելու են ադրբեջանական բանտերում, ադրբեջանական գերության մեջ, որովհետև մեղադրանքները, որոնց նրանց առաջադրված է, բոլորին ենթադրում է ցմահ ազատազրկում։ Այսինքն այդ մարդիկ ողջ Հայաստան վերադառնալու, իրենց ընտանիքներ վերադառնալու որևէ հնարավորություն, որևէ շանս չունեն, բացառությամբ այն դեպքի, երբ որ Հայաստանում կփոխվի իշխանությունը, հետևաբար կփոխվեն նաև Հայաստանից ներկայացվող պահանջները հետևողական, կիրագործվի այն գործիքակազմը, որը թույլ է տալիս միջազգային դատարանները, որը թույլ է տալիս դիվանագիտությունը, որը թույլ է տալիս այլ պետությունների ներգրավվածությունը, այդ դեպքում կարող ենք հույս ունենալ, ակնկալիք ունենալ, որ մեր պատվարժան գործիչները եւ մյուս գերեվարված քաղաքացիները Հայաստան վերադառնալու հնարավորություն կունենան։ Դրա նախադեպերը կա, այսինքն մենք ունենք նախադեպեր, երբ որ ռուսական խաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով են գերիներ վերադարձվել, Վրաստանի վարչապետի միջնորդությամբ են գերիներ վերադարձվել, ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ են գերիներ վերադարձվել, Հունգարիայի վարչապետի միջնորդությամբ են այսինքն երբ որ կա երրորդ երկրների ներգրավվածություն, նրանց հեղինակության ազդեցություն գործածում Ադրբեջանի վրա, երբեմն ստացվում են արդյունքներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դուրս է մղել բոլոր պետություններին բանակցային գործընթացից, ուղիղ է շփվում Ադրբեջանի հետ եւ որևէ պահանջ չի ներկայացնում հայ-ադրբեջանական հարաբերություններում, գործընթացներում, որովհետև նախապայման դա չի համարում հետագա գործընթացներում գերիների վերադարձը ապահովելու համար։ Այդ նշանակում է, որ այդ մարդկանց սպառնում է ցմահ ազատազրկում եւ նրանց ուրեմն մինչև կյանքի վերջ ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվել։ Եվ կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանն էլ ոնց որ դա շատ լավ հասկացել է, շատ լավ գիտակցել է եւ իր ուղերձը այո, ցավոք սրտի նման հրաժեշտի տարեր էր մեջ պարունակում, մասնավորապես այդ ներողությունները հանրությունից, չգիտեմ, տարբեր մարդկանցից, տարբեր գործիչներից, իր ընտանիքից, նաև Դավիթ Մանուկյանի ընտանիքից, որի հետ սահմանի հատումը պատճառը հանդիսացել նաև Դավիթ Մանուկյանի կալանքի համար, չնայած ես կարծում եմ, որ դա իր հետ լինելու հանգամանքը միայն չի եղել, այլ կոնկրետ նաև նրա ՊԲ հրամանատարի տեղակալ լինելու հանգամանքն է եղել, բայց այնուամենայնիվ, այո, այդ ուղերձը, այդ շեշտադրումները, ցավալի շեշտադրումները պարունակում էր, ու պարզվեց նաև, որ փաստորեն Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են, որ Ռուբեն Վարդանյանը նման ուրեմն ձայնային ուղերձով հանդես գա, որովհետև պարզ է, չէ, որ Ռուբեն Վարդանյանը ցանկացած վարքյան գտնվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հսկողության տակ, այսինքն անգամ երբ որ նա խոսում է իր ընտանիքի անդամների հետ, նա միայնակ չի, ենթադրվում է, ես երբեք չեմ ականատես չեմ, բայց ենթադրվում է, որ դրան ոչ մի վարքյան նրանց չեն թողնելու, նրանց խոսակցությունները լսվում է, նրանց ձայնագրվում է ամեն ինչը ամեն պահի, նրանք գտնվում են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում եւ այնտեղ սովորական պայմաններ չեն։ Եվ եթե Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են, միգուցե նրանք էլ են հասկացել այդ ուղերձի իմաստը, բովանդակությունը եւ թույլատրել են, որ նա ձայնագրվի եւ այդ ուղերձ ունենա, որովհետեւ ցանկացած պահի կարող են հեռախոսը ձեռքից վերցնել, ընդհատել եւ թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Բայց պարզվում է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի համաձայնել հեռարձակել այդ ուղերձը եւ այն հասցնել մեր հանրությանը, որովհետեւ այդ ուղերձը տարածվել է միայն մասնավոր լրատվամիջոցների, զանգվածային լրատվամիջոցների միջոցով եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է, այսինքն
ավելի ադրբեջանական մոտեցումներ են ցուցաբերում, քան նույնիսկ ադրբեջանցիները, այսինքն թուրքից թուրք, double թուրք։ Ոչ մի ընդհանրապես այդ թեմային ռազմագերիների դատավարությանը եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը մեկը չի անդրադառնում։ Դե հա։ Իրանք անդրադառնում են, ասենք, օրինակ Ռոբերտ Քոչարյանի դատավարություններին, շատ մեծ սիրով լուսաբանում էին Մանվել Գրիգորյանի դատավարությունները, այսինքն եթե Սերժ Սարգսյանի դատավարություններին, եթե Արցախի հերոսներ են կանգնած դատարանի առաջ, իրենք մեծ սիրով լուսաբանում են դա։ Երբ որ Արցախի հերոսներ են կանգնած Բաքվի դատարանի առաջ, դա արդեն իրանց չի հետաքրքրում։ Սա ակնհայտ ցույց է տալիս այս իշխանությունների դավաճանական էությունը եւ բնույթը։ Իսկ հանրային հեռուստաընկերությունը շատ կարևոր ինդիկատոր է այդ առումով։ Պարոն Ղազարյան, բայց ասում ենք իշխանությունները բան չեն անում, ջանք չեն գործադրում, բայց իրականում կան հնարավորություններ ինչ որ բան անելու եւ իշխանությունը չի անում։ Այո, իհարկե կան։ Օրինակ, ասենք, հիմա իբր թե հայ-ադրբեջանական գործընթացը չէ, խաղաղության պայմանագիր են քննարկում, փոխանցում են իրար տարբերակներ, շփումներ են տեղի ունենում որոշակի։ Տեսնում ենք, չէ, որ այդ հանդիպումների ժամանակ անընդհատ արձանագրվում է ադրբեջանական կողմից նախապայմաններ։ Օրինակ Իլհամ Ալիևն ասում է, մինչև չփոխեք սահմանադրությունը, չընդունեք նորը, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Մինչև հետ չկանչեք միջազգային ատյաններից ձեր հայցադիմումները, գործընթացը առաջ չի գնա, դա որպես նախապայման նշված է պայմանագրի մեջ։ Հիմա հայկական կողմը, եթե գնում է բանակցությունների, ինքն էլ իր հերթին կարող է ունենալ նախապայմաններ, չէ։ Օրինակ, հստակ նախապայման, ես ելնեմ վարչապետ, առաջին նախապայմանը ցանկացած ադրբեջանական շփման այն պիտի լինի, որ Ադրբեջանի Բաքվում հայկական ազգանունով ցանկացած մարդ պիտի վերադառնա Հայաստան։ Իսկ դա պիտի լինի նախապայման, ընդ որում այդ նախապայմանը ոչ թե վերացական, հնարված, այլ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջ է, պարտավորություն, որ Ադրբեջանը ստանձնել է ու չի կատարում։ Եթե Ադրբեջանը պիտի իր ստանձնած պարտավորությունները չկատարի, ինչ իմաստ ունի նրա հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեկ այլ կարա նաև չկատարի, չէ։ Այսինքն, որպեսզի նրա հետ որևէ շփման գնաս, պետք է նախ իր ստանձնած պարտավորությունները պահանջես, որ ինքը կատարի։ Եթե դες նախապայման ես դնում եւ միջազգայինորեն հետաքրքիր է հիմա աշխարհում խաղաղության հաստատումը այս տարածաշրջանում, նաեւ նշանակում է, որ այլ պետությունները, ովքեր որ պատասխանատու են, իրավասու են միջազգային հանրության առջև հանձնառություն են ստանձնել այս տարածաշրջանում խաղաղության հաստատելու, մասնավորապես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ են, ազդեցություն են Ռուսաստանի, Ադրբեջանի վրա, լավ հարաբերություններ ունեն որոշները Ռուսաստանի, Ադրբեջանի հետ։ Ուրեմն նրանց միջոցով պետք է ազդել, չէ՞, այսինքն պահանջել, որ Ադրբեջանը իր պարտավորությունները կատարի։ Նույնը վերաբերում է գործընթացին, որը ներկայացվի համապատասխան հայցեր միջազգային քրեական դատարան։ Իսկ հիմա հակառակն է տեղ ունենում։ Հայաստանն է իր բոլոր հայցերից հրաժարվում, հետ կանչում, չէ, Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից հեռացում ես դրա նշաններ։ Այսինքն իրենք ոչ թե ջանքեր են գործադրում, որ մեր ռազմագերիները վերադառնան Հայաստան, այլ ճիշտ հակառակը, որ իրենք մնան ընդդեմ։ Իսկ պետական քաղաքականության դեպքում, այո, անպայման հնարավոր է։ Հիմա ասենք Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանը գտնվում էր Բաքվի բանտում։ Ինչ տարբերություն չէ, գերեվարված քաղաքացի է։ Բայց քանի որ նա նաև Լիբանանի քաղաքացի է, Լիբանանի պետությունը գնաց իր քաղաքացուն ազատեց գերությունից։ Դա պետություն է։ Հիմա ո՞նց է, որ Հայաստանի բանտերում ադրբեջանցի չկա։ Այդ թվում մարդասպան է, որ մեղուժել էր Սյունիքի մարզ, Քաջարանում սպանել էր պահնորդին, ձերբակալվել էր քաղաքացիների կողմից Կապան քաղաքում։ Նա հիմա բանում է, Սյունիքի մարզում է, Գորիսի բանտում է։ Բա ո՞նց եղավ որ տարան։ Պետություն էր, չէ՞։ Հանցանք չէ, նա եթե Ռուբեն Վարդյանի մյուսներին էլ նոր պիտի ցմա ազատազրկման դատապարտեն։ Նա Հայաստանի դատարանի վճռով դատապարտված է ցմա ազատազրկման։ Ու նրա վերաբերյալ ազատ արձակման ոչ մի իրավական ակտ չի ընդունվել։
Ոչ դատարանի որոշումը բողոքարկվել է, ոչ Այլատյանի դատարանի որոշումը կայացվել, ոչ հանրապետության նախագահը ներում ոչ մի բան չի եղել։ Դատարանի վճռով դատապարտված պատիժը կրող ադրբեջանցի մարդասպանի բանտից հանել են, նստացրել են ավտոյով փոխանակում արին, չէ՞։ Տարան հասնին ադրբեջանցիներին։ Հիմա հարց, բա Ադրբեջանը ո՞նց հասավ դրան։ Ուրեմն հնարավոր է, չէ՞, հասնել բանի, որ քո երկրի գերեվազված քաղաքացուն անկամ մարդասպանին է։ Ասեք դու դրան համեմատում ես Ռուբեն Վարդանյանին։ Դա հնարավոր է։ Եթե լինում է պետություն, լինում է իշխանություն, իշխանությունը իր առջև նպատակ է դնում, այո, հնարավոր է այդ խնդիրը լուծել։ Բայց այդ խնդիրի լուծման ուղղությամբ նախ պետք է ցանկություն ունենալ, նախ պետք է ջանք գործադրել։ Իսկ Հայաստանի իշխանությունները նման ցանկություն չունեն եւ նման ջանքեր պատրաստ չեն ներդնելու եւ կիրառելու։ Դուք ասում եք նման ջանքեր գործադրեն գերիներին հետ բերելու համար, բայց Ադրբեջանը ուրիշ պահանջ ունի, ասում է այն մարդիկ, ովքեր անցնում են Ադրբեջանում հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալներ, Հայաստանը պետք է արտահանձնի Բաքվին ի նշան խաղաղությանը, իր հավատարմությանը։ Այսինքն, եթե հայերն ուզում են, իրապես ուզում են խաղաղություն, ուրեմն պետք է նախագահներին, երկրորդ, երրորդ նախագահներին, բարձրաստիճան զինվորականների եւ այլն հանձնեն Բաքվին։ Որտեվ իրանք տեսնում են ում հետ գործ ունեն։ Հիմա ասենք թե որ Հայաստանի վարչապետը լիներ մի հատ նորմալ մարդ։ Ասենք Հիկմետ Հաջիևի մտքով կանցնել այդպես բան ասի։ Իրանք գիտեն, չէ՞ ում են ասում, որ դեպքում են ասում, ինչ պարագայում են ասում։ Եթե Հայաստանը հիմա հարց բարձրացներ Ադրբեջանի առջև, որ ապօրինի պահվող մեր քաղաքացիներին իրանք պիտի դադարեցնեն այդ կեղծ դատավարությունը եւ մեր քաղաքացիներին արտահանձնեն Հայաստան։ Նրանք հիմա կմտածեին նոր քաղաքացիների գերեվարելու եւ իրենց դատարանում դատելու մասին։ Պարզապես այդ հնարավորությունը իրաց տվել է Հայաստանի իշխանությունները։ Եվ տվել են ոչ միայն քաղաքական գործընթացները որոշումներով, այլև տվել են իրավական ակտերով։ Հիմա մեղադրանք կա իմ առջև առաջադրված սահմանադրական դատարանի այդ որոշման կապակցությամբ իմ հրապարակային խոսքերի հետ կապված։ Եվ այս թեմայով ես առաջին չեմ կարող հիմա շատ բան ասեմ, առաջիկայում կասեմ, երբ որ դատարանի նիստերը լինի, բայց հիմա ուրիշ բան կասեմ։ Մտ բացեք, կարդացեք էլ այդ որոշումը։ Սահմանադրական դատարանի որոշում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի հետ սահմանադրության համապատասխանության մասին։ Տեսեք, սահմանադրական դատարանը ինչ մեկնաբանություններ է տվել այդ որոշմանը։ Ինչ անդրադարձ է եղել։ Իրավական հիմք է ստեղծված դրա համար։ Բան, եթե Հայաստանի իշխանությունները բոլոր օղակներով եւ կառավարությունը եւ դատական ամենաբարձր ատյանը, բարձր դատարանը եւ ազգային ժողովը վավերացնում են, բոլորը հաստատում են, իրավական ամրագրում են տալի մի գաղափարի, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ից սկսած, երբ ստորագրվել է ինչ-որ միջազգային կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որը կոչվում է Ալմատայի ՌՉԿ-գիր, որ ոչ մի կապ չունի պետության անկախության, պետության սահմանների, որ ոչ մի կապ չունի։ Ասում են համաձայն դրա 91 թվականից Արցախ-Ադրբեջան։ Դրանք էլ ասում են, բայց Արցախ Ադրբեջանը, Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի սահմանապահ ծառայության կնիքը խփել է իր անձնագրի մեջ, որ մտել է Ադրբեջան։ Բայց գերացողներից ո՞ր մեկն է խփել։ Բայց դա Ադրբեջանն է։ Արցախի պաշտպանության բանակը ի՞նչ է։ Որակավորել են ապօրինի զինված ահաբեկչական կազմավորում, որի հետ առնչություն ունեցած ցանկացած մեկին եղած մեղադրանքները վերաբերելի են։ Ու հիմքը ասում են Ալմատայի ՌՉԿ-ել են, իմաց բոլոր որոշումներում կա։ Այդ սահմանային հանձնաժողովի կանոնակարգի նախաբանում կա ու ՍԴ-ի որոշման մեջ ընդհանրապես ծավալուն մեկնաբանություն դրա հետ կապված։ Հիմա Ղազարյան Էդգարի պես նորմալ մարդն է, որը հարց է բարձրացնում, ասում է, եթե Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան, որոնք նույնպես եղել են խորհրդային միության հանրապետություններ, ոնց որ Հայաստանը
Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելարուսը, ովքեր Ալմատայի հռչակագիր են ստորագրել։ Նրանք Խորհրդային Միության Հանրապետություն են եղել, Խորհրդային Միության փլուզումից հետո չեն մասնակցել անկախ պետությունների համագործակցություն կազմակերպության ստեղծմանը։ Չեն միացել, ընդհանրապես չեն ստորագրել Ալմատայի հռչակագիրը, հետևաբար չեն վավերացրել դա։ Այդ պետությունները չեն դառել անկախ պետություններ։ Սահմաններ չունեն այդ պետությունները։ Բա ո՞րն է իրանց սահմանները։ Ոնց է որ եթե սովետական հանրապետությունների սահմանները Ալմատայի հռչակագրով է որոշում։ Բա սովետական Լիտվայի եւ սովետական Լատվիայի սահմանները ինչով է որոշվել։ Հիմա երբ որ այդ մասն խոսում ես, ասում եմ մի րոպե, քո ուղեղն չի աշխատում։ Սպասի, արա դու ոնց որ քո գլխում խելք կա, արի քեզ տանենք դատենք։ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ հրապարակեց մի հոդված վերնագրելով, որ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։ Այնտեղ երկար բարակ տողեր կան այն մասին, որ չգիտեմ, այս կողմից մտնեն, այն կողմից դուրս գան, այս ճանապարհով գնան այստեղ, այս ինչ եւ այստեղ, բայց մի հատ էլ վերջում բան անում, զարմանք հայտնում այ մարդ, այս Ադրբեջանը ինչի չի համաձայնում այսիմ տված հնարավորություններին, հա, այս Հայաստանի ճանապարհներով երթևեկելուն։ Ադրբեջանն էլ այն կողմից ասում է Զանգեզուրի միջանցք եմ ուզում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրապես չի հասկանում Ադրբեջանն ինչ է ուզում, թե ուղղակի ձև է տալիս, որ չի հասկանում։ Գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը կարա շատ պրիմիտիվ բաներ չհասկանա, դա ունի օբյեկտիվ պատճառներ, որովհետև մարդու հասկացողությունը, գիտակցությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում, չէ՞, այսինքն մարդը ծնվում է եւ ժամանակի ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ, փորձ, հմտություն, որը ազդում է իր գիտակցության, աշխարհայացքի վրա, իր մտքերի վրա, աշխարհաճանաչողության վրա։ Ու դրա համար չափազանց կարևոր է մարդը ինչ միջավայրում է ծնվում մեծանում, ինչ ընտանիքում է մեծանում, ինչ դաստիարակություն է ստանում, ինչ կրթություն է ստանում, որտեղ է աշխատում, որտեղ է ճամփորդում, ինչ հանդիպում է։ Սրանք շատ կարևոր են մարդու որպես անհատի ձևավորման վրա։ Հիմա ասեք օրինակ ես ու դու մեր այս տարիքում մի քանի համասան ավարտելուց հետո էլի գնացի սովորում ենք, չէ՞։ Ես անցած տարի եմ ավարտել, դու այս տարի։ Այդ ինչի համար ենք արել, որպեսզի մեր աշխարհաճանաչողությունը ընդլայնենք, չէ՞, նոր մասնագիտություն ձեռք բերենք, նոր կրթական դիսցիպլիններ յուրացնենք, ավելի շատ բան իմանանք, ու դա չի կարա, չէ՞, մեր գիտակցության, մեր ինտելեկտուալ կարողությունների վրա չազդի։ Մարդիկ գնում են երկրի, դիտում են կրթություն են ստանում։ Իրանց ծաղելացը ծախում են, դնում են իրանց երեխեքի կրթություն։ Այդ հենց այնպես չի։ Հիմա այդ մարդը ոչ կրթություն է ստացել, ոչ դաստիարակություն է ստացել, ոչ աշխատել է։ Նա ասենք թե հասարակ բաները թեկուզ որտեղից պիտի իմանա։ Հասարակ բաներ, չի ասենք օրինակ ինքը մինչև հիմա ասենք Գյումրու մեսօր իր ելույթից երևում է, որ ինքը նույնիսկ մեքենաների մագնիշ չգիտի ինչ, իր համար մեքենան դա յաշիկ է։ Այսինքն Mercedes-ի կոնկրետ G-class-ի մոդելը իր համար այնպես չի ոնց որ Mercedes-ն արտադրում, ոնց որ ավտո առնողները գիտեն ինչ է։ Իր համար յաշիկ է, այսինքն կարող է մի հատ ուրիշ մեքենա էլ իր համար բուխանկա է։ Եթե ասեք դա ՈՒԱԶ-ա, ուրեմն բուխանկա է։ Մեկը յաշիկ է։ Մեկը այսինքն հիմա այդ մտածում Քյարթու տղա է, էլի, պարոն Ղազարյան, քյարթու քուչի տղա է։ Ախսկի քյարթու էլ չի, քյարթուլելու համար պետք է այդ միջավայրի մեջ լինել։ Օրինակ ասենք, ես երբեք չեմ եղել այտենց օրենքից դուրս ապրող, չէ, հանցավոր ռեժիմով այդ քրեական ենթամշակույթով ապրող մարդկանց միջավայրում ես չեմ եղել։ Ու ես պատկերացում չունեմ այդ մարդկանց գործնեցը, հետևաբար չեմ կարող իրանց միջավայրին բնորոշ իրանց համար ընդունված կանոններով, գործելավոճով դրսևորվեմ, չէ՞, որովհետև ինձ համար խորթ է այդ միջավայրը։ Հիմա իրան եւ այն միջավայրն է խորթ, եւ այս մեր կրթական միջավայրն է խորթ, եւ պետական միջավայրն է խորթ։ Անտերի պես ապրանք էլի հիմա էլ եկե էստե առաջի տարին ոչ էլ ընդունվել է, լրացուցիչ տեղ են տվել, մի կերպ ընդուն, ոչ սովորե, ոչ աշխատե, ոչ բան։ Նա որտեղից պիտի իմանա։ Նա, բայց ինքն է այդ վիճակում։
Եթե ինքը այդ վիճակում է, ხო չի նշանակում, որ Իլհամ Ալիևն էլ դառավ իրան նման։ Իլհամ Ալիևի հայրը Խորհրդային Միության KGB-ի գեներալ լեյտենանտ է։ Նա ծնվել մեծացել է գեներալի ընտանիքում Ադրբեջանական Հանրապետության ղեկավարի ՍՍՀ մինիստրների սովետի նախագահի տեղակալի ընտանիքում նա ծնվել մեծացել։ Մոսկվայի առաջատար համալսարաններից մեկում կրթություն է ստացել։ Հիմա նա խոսելա խելք ինչի։ Հիմա սա որ հիմարություններ է դուրս տալի, այդ ხო չի նշանակում, որ ինքն էլ պիտի հիմարություններ դուրս տա։ Սա ասում է, գիտես ինչ, ես սահմանային կետ եմ բացել, մա քարտեզ եմ գցել, տվել եմ Անթարեսնա տպեք կարծեմ թե եկնեմ, մա բուկլետ, ես բուկլետ, բուկլետ ոնց է, բացում ես 2-4 գունավոր տպել է, այդ բուկլետի վրա կարմիր կետերով նշած է, թե որտեղից կարելի է հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Որ Տարեբաշյանը աշխարհը, մտես մարդ չկա չի տվել։ Պուտինին էլ է տվել դրանից, հասկանում եք։ Տարե Ռուսաստանի նախագահի խնդում ես, Ռուսաստանի նախագահին բուկլետ է տվել, ասում է, էսի խաղաղության խաշմերուկ է։ Հիմա ես տես դեպքեր օրինակ եւ Ռուսաստանի նախագահ եւ աշխարհի մյուս պետությունների ղեկավարների նկատմամբ այս վերջի շրջանում իմ հարգանքը մի քանի անգամ մեծացել է։ Որովհետեւ այդքան մարդու դա բաժանել է, այդքան վարչապետների, այդքան նախագահների, այդքան փոխվարչապետների, արտգործնախարար, ում այդ հանդիպել են, բայց այն Նազելի Բաղդասարյանի մոտ պաշկեքով կա դրանից։ Պաշկեքով, ասել, որ մի տեղ են այդում նայել նկարներ, սեղանների վրա շարած է դրանից։ Ես եմ ինչքան են տպել։ Բայց հələ ես չեմ տեսել, անկեղծ եմ ասում, չգիտեմ, եթե դուք տեսել եք, ասեք, ես հələ դա չեմ տեսել, որ մեկը դա տա դրա գլխին։ Ես չեմ տեսել։ Այդ գիտեք ինչ, բարձր է խոսում այդ մարդկային հատկանիշների դիվանագիտական էթիկետին տիրապետելու իրանց հատկությունների մասին, որ ասեք իրան բերում տալիս են մի հատ խաղաղության խաշմերուկի բուկլետ, ու այդ ստացողը ես չի փաթաթում, տա դրա գլխին։ Ասեք ապուշ չես, այսինքն դու ես տվել ես որ ես ինչ անեմ, ես ինֆորմացիա ես տվել, քաղաքական որոշում ես տվել, ես հիմարի տեղ ես դրել դու։ Ուրեմն մենք չգիտենք, որ դու մի երկիր ես, որը ունի 4 հարևան պետություն, որի հետ երկուսի հետ սահմանը բաց ա եղել, քո պետություն ստեղծվալու առաջին օրվանից մինչև հիմա։ Վրաստանի հետ ունես ազատ առևտրի համաձայնագիր, Իրանը նոր է դառել ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին միացել, դու էլ ԵԱՏՄ-ի անդամ ես, այդ սա գիտենք։ Մենք էլ գիտենք, որ քո մի սահմանը Ադրբեջանի հետ է, մեկը Թուրքիայի հետ, երկուսն են փակել են, երկուսի նախագահները լսում ենք, ասում են հələ մենք բացելու մտադրություն չունենք։ Հիմա այդ բուկլետը, որ տվել ես իմ ձեռը, ես ինչի անց, ինչ ձեռ ես առնում ինձ դու։ Հələ ես գլխին տալն եմ ասում, մեկ կարան փաթաթեին ուրիշ բաներ, չեն արել, ոչ բան չեն արել։ Վերցել են դրել են մի կողմ։ Հիմա Ադրբեջանի իշխանություններն ասում են լսի այդ բուկլետիդ վրա, որ այդ կարմիր կետը նշել ես Վայոց Սյունիքի մարզից, որ պիտի գնա Նախիջևան, չէ՞։ Էդի սահմանային կետ է, չէ՞։ Հանձնարարել էր, հիշեք էլ 2023 թվականի կարծեմ։ Օգոստոսին կառավարության նիստում օգոստոսի 4-ն էր։ Ասած հանձնարարում եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ թե 22 թիվն էր, 22-ն էր ոնց որ։ Եվ պետեկամուտների այդ կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, որպեսզի ներկայացնեն առաջարկություն Հայաստանի տարածքով ադրբեջանական տեղաշարժի եւ անվտանգության վերաբերյալ։ Դրանք է պատկերացնում ես Հայաստանի ԱԱԾ սարքե ծիծաղի առարկա, էլի խաղ։ Դրին հրապարակին, այդ նույն խաղաղության այդ բուկլետի ինֆորմացիան է։ Կետերը նշել են, ասում եմ, ստեղից կարան ադրբեջանցիները մտնեն Վարդենիսից։ Գան ստեղից դուրս գան էթա Նախիջևան։ Ադրբեջանցիներն ասում են, էնել դրանք էլ են, զսպվածությունը, օրինակ դրանց ոչ մեկը չի ասի, այդ տախմար սահմանային քո անցակետից, եթե քո քաղաքացին, քո սահմանապահին անձնագիրա ցույց տալի, անձնագրի մեջ կնի քա խփում քո սահմանապահը, նա արդեն նշանակում է քո սահմանը հատեց։
Եթե քո սահմանից դուրս եկա, պիտի այդ նույն հսկիչ անցակետից նույնից դրածը լի հայելային սահմանի ես մի կողմ ադրբեջանական մասում, որպեսզի դու գաս, ընդեղ էլ ես մի սահմանապահ քո անձնագիրը նայի, մուտքի կնիքը խփի, մտնես երկրի տարած, չէ։ Հիմա ասում եմ, եթե մենք հայելային դա չենք դրել, դու ինչ ուզում ես դիր, ուզում ես մի դիր, ինչ է հետաքրքիր դու քո երկրի տարածքում ինչ տունտունիկ ես խաղում։ Հիմա այս պահին Կորյուն մենք ես գնացել եմ մեքենայով Վրաստան։ Բագրատաշե սահմանային անցակետում կա Հայաստանի սահմանապահ ծառայություն, չէ։ Մոտենում ենք մեր անձնագիրը ցույց ենք տալի, մաքսային հսկողությունը անցնում ենք, կնիքը խփում է, անցնում ենք կամուրջը, գետի վրով կամուրջը անցնում ենք, մոտենում ենք առաջինը մեզ որ դիմավորում է Վրաստանի պետական սահմանային ծառայությունն է։ Պետական սահմանային ծառայությունը մեզ դիմավորում է իր աշխատակիցը, մեծ մասը նույնիսկ հայերեն այդ մի քանի բառեր են սովորել, հայերեն են բարևում, ասում են բարի գալուստ Վրաստան, սահմանը անձնագիրը ստուգում են մտնում։ Հիմա եթե դու Ադրբեջանի հետ դա չունես, ինչ սահմանային անցակետի մասին է խոսքը։ Իսկ Ադրբեջանն ասում է մեր հետ այդ հարցը նույնիսկ չի քննարկվել։ Այսինքն հələ ոչ մի պայմանավորվածություն չունեն, որ այդ հարցով լուծում ունենան։ Խոսալով չի, ասենք նստի ասա, մենք պատրաստ ենք տրամադրել մեր ճանապարհները Ադրբեջանին։ Հա դե պարզ չի որ դու պատրաստ, դու այս ամբողջ երկիրը պատրաստ ես տրամադրես Ադրբեջանին, այդ ես անում են։ Դեռ իր հոդվածը բացի կարդացեք Արմեն, միտեղ գրած է, ինքը գրում է կամ որևէ ադրբեջանցի ասել է, որ Ադրբեջանն է պատրաստ է իր տարածքը տրամադրի հայկական բեռնափոխադրող ընկերություններին, որ հայկական բեռները Ադրբեջանի տարածքով գնան հյուսիսային Կովկասով մտնեն Ռուսաստան։ Տես բան, որևէ տեղ գրած է, գրած չի։ Մենակ ինքն է պատրաստ տրամադրի Հայաստանի տարածքը ադրբեջանցիներին եւ ապահովի նրանց անվտանգությունը։ Զավթեցել Ալիևն էլ ինչ ասում, ասում է Երևանը հին պատմական հայկական-ադրբեջանական քաղաք է, պատմական անարդարություն ա եղել, որը անցել է հայերի տիրապետության տակ։ Մենք պիտի վերադառնանք ընդ ու պարտադիր չի որ վերադառնանք տանկերով։ Ասել է, չէ։ Դե հայկական կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի լուսամուտի տակ ադրբեջաներով Ղարաբաղը երկին ու բռնինում տեսանյութը տարածողին։ Արի Բաբայանին, այո։ Այո։ Պարոն Ղազարյան, նոր սահմանադրության մասին կա խոսք, թե երբ է լինելու այդ հանրաքվեն դեռ պարզ չի, ինչ է կարծում ընտրություններից առաջ կգնա Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրություն ընդունելու, թե այդ ամեն ինչը ընտրություններից հետո կլինի 26 թվականի։ Ես դեռևս հույս ունեմ, որ 26 թվականի ընտրությանը Նիկոլ Փաշինյանը կգտնվի Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, դա Նալբանդյան փողոցի վրա է ազգային անվտանգության շենքի պատվալային հարկում։ Եվ ինքը այդ ժամանակաշրջանում այլևս ոչ մի որոշումների կայացման մասնակից չի լինի, բացի դրանից, թե ինչ հագնի դատական նիստերին մասնակցելուց առաջ։ Ուրիշ որևէ որոշում ինքը կայացնելու հնարավորություն պիտի չունենա։ Այն հարցը, որ դուք եք բարձրացնում, որը քննարկում է, սահմանադրության ընդունում, դա սահմանադրության հետ որևէ կապ չունի, որևէ կապ։ Գոյություն չունի թեկուզ մեկ առաջարկություն, որը վերաբերվի սահմանադրության որևէ նորմի, որևէ հոդվածի, որևէ կարգավորման փոփոխությանը։ Սահմանադրություն փոխելու գաղափարը առաջաբեր է մեր օրակարգ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրեն անհանգստացնող միակ դրույթը մեր սահմանադրության մեջ դա սահմանադրության նախաբանն է, որը հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որպեսզի հրաժարվեն անկախության հռչակագրից։ Հրաժարվել անկախության հռչակագրից նշանակում է հրաժարվել այն պետությունից,
որը հիմա իրականում գոյություն ունի եւ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Եթե վերանում է Հայաստանի Հանրապետությունը, նշանակում է այս տարածքի վրա ձևավորվելու է մի նոր պետություն։ Այդ պետության անվանումը, այդ Սահմանադրության ընդունման նախագծի հեղինակ Իլհամ Ալիևը էդ էլ չի ալարե, էդ էլ ասե թե ոնց է։ Դա կոչվում է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն, որը հետագայում դաշինք կկազմի Ադրբեջանի Հանրապետության հետ, այսինքն Ադրբեջանի Հանրապետությունը կունենա շատ հստակ կառուցվածք։ Նախիջևանի ինքնավար հանրապետություն, Արևմտյան Ադրբեջանի ինքնավար հանրապետություն եւ հենց կամ էլ կարող է սաղել միասին արդեն վերացնեն դառնա մի հատ միասնական ադրբեջանական պետություն։ Բայց Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը վերացնելու մասին է նոր սահմանադրության ընդունման գաղափարը։ Իդեպ ասեմ, սահմանադրության ընդունումը ունի առանձնահատկություն, որովհետև դա կարա լինի միայն հանրաքվեի միջոցով։ Ես հələ օրինական կարգավորումներն եմ ասում, էլի, բայց մենք գործ ունենք մի անձախմբի հետ, որ արդեն 2020 թվականին իրականացրել է սահմանադրական փոփոխություն, խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ դա ընդունելով ոչ թե ժողովրդի կողմից, այլ ընդամենը ազգային ժողովի իմ քայլը խմբակցության կողմից, մի խմբակցության կողմից, որը ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից WhatsApp հաղորդագրությունների միջոցով։ Այսինքն ինքը մենակով միանձնյա մեր սահմանադրության մեջ փոփոխություն է։ Դա համար ասել թե մեր պետության օրենքները ինչ է սահմանում, սահմանադրությունը ինչ է սահմանում, դա մի քիչ այլ հարց է, քան ինչ որ իրականությունն առնելու, բայց օրենքով ասում է, որպեսզի հանրաքվեով ընդունվի սահմանադրությունը, իսկ այդ ձև չունի ընդունման, պետք է քվեարկությանը մասնակցի ընտրողների ցուցակային թվի 50% պլյուս 1 ընտրողից ոչ պակաս, այսինքն կեսից ավելին ընտրողների պետք է մասնակցեն քվեարկությանը, որպեսզի հանրաքվեն համարվի կայացած։ Իսկ հանրաքվեի արդյունքը համարվում է ընդունված, որ այս մասնակցության պայմաններում էլ առաջադրված հարցին կողմ է քվեարկում ընտրողների ցուցակային թվի, ոչ թե մասնակիցների, այլ ցուցակային թվի ոչ պակաս քան 25%։ Դա կազմում է մոտավորապես 800,000 մարդ։ ԿՊ-ն 2021 թվին ընտրություններում ստացել է 680,000 ձայն, չէ՞։ Այսինքն 120,000 էլ հələ ավել է պետք իրանց 21 թվի կողմնակիցներից, որ սրանք կողմ քվեարկեն, բայց 21 թվի համեմատ իրանց կողմնակիցների քանակը կտրուկ պակասել է, որտեղ ամեն տարի, ամեն ընտրությունից ընտրություն ԿՊ-ի կողմնակիցների քանակը բազմապատիկ անգամներով պակասում է։ Օրինակ Երևան համայնքի 2018 թվի եւ 2023 թվի արդյունքներով ԿՊ-ն ստացել է ուշադրություն 4.5 անգամ պակաս ձայն, իսկ 23 թվին 4.5 անգամ ավելի քիչ քվե են ստացել Երևանում ավականու ընտրությանը, քան ստացել են 2018 թվի Երևանի ավականու ընտրությանը։ Պարզ է, չէ, որ հիմա 2021-ի համեմատ այդ 680,000 էլ չկա։ Պարզ է, չէ, որ ուրեմն 800,000 էլ չկա, որ կողմ քվեարկեն սահմանադրության ընդունմանը։ Հիմա ինքը ինչի չի շտապում հիմա դնի, օրինակ ասում եք երբ կարանի, այսօր էլ կարար անել։ Բայց Ալիևին ասում է եղբայր, քեզ պետք է որ ես հանրաքվե կազմակերպեմ պրավալեթանք, թե կազմակերպեմ անենք։ Ես ասում եմ անել է, ինչ պրավալ ինչի սա պետք։ Դա ասում է մի քիչ ոտդ կախքցի։ 26 թվի ես մի հատ իշխանազավթում կանեմ, Հայաստանում իշխանությունը կամրապնդեմ, կտնամ այդ ընթացքում ով է ինձ ընդդիմախոս, որ քաղաքական ուժն է, գործիչն է, ինչա։ Կտանեմ կլստեմ բանտերը, սաղի բերանը կփակեմ, կդնեմ միանգամից սիրուն ձևով այդ հարցը կլուծեմ, կպրծնեմ։ Դրա համար են Սրբույի Գայլան ունեն, չէ՞, արդարադատության նախարար։ Ասում է, որ
մենք նախագիծը պիտի ունենանք 26 թվականի ընտրությունների այսինքն այդ ժամանակաշրջանում, որ արդեն Իլհամ Ալիևի հետ պայմանավորված տենան թե երբ են դա կազմակերպում։ Իսկ Սրփուի Գայլյանը նախագիծ չունի ու չի ունենալու։ Սրփուի Գայլյանի նախագիծը նույն սահմանադրությունն է, նույն, որից հանածը անկախության մասին հրճակ, այսինքն նախաբանը հանած, ընդ կլինի միանգամից Հայաստանի Հանրապետության սահմանադրություն ասեն դե փոխում ենք, բերեք այդ զինանշանի նկարագրությունն էլ հանենք, ընդ Արարատ լեռը գրած էլի զինանշանի նկարագրություն սահմանադրության մեջ։ Էդի հանենք, գրենք, որ զինանշանի նկարագրությունը տրվում է միայն օրենքով։ Ընդ կա հայաստանյաց առաքելական եկեղեցի, այդ հոդվածն էլ կհանեն, ընդ կա հայկական սփյուռք եւ դրա հետ կապեր, այդ հոդվածն էլ կհանեն։ Ընդ կա, որ ընտանիքը կազմված է դա տղամարդու եւ կնոջ միության արդյունքում է ձևավորվում։ Այդ էլ պիտի հանեն, որ իրանց պատգամավորներից որոշները արդեն արխային, օրինական, նորմալ նախաներ բաներ ունեին։ Իրանց երջանկությունը ձևակերպեն։ Կարող ենք լավ ոտը կախկցում։ Հələ ամուսնացած չի, չէ։ Ձևակերպված չի դա երջանկությունը։ Բայց ինչ իմանաս ձևակերպելուց ինչ կձևակերպի։ Այս շաբաթ էր թե անցած շաբաթ պարոն Ղազարյան ադրբեջանական առաջարկները եկան արտգործնախարարություն, ճիշտ հայկական առաջարկների պատասխանները։ Մոտ է ձեր կարծիքով այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, դրա մասին այդ հարցը փակել է Իլհամ Ալիևը 2025 թվականի հունվարին տված իր հարցազրույցում ադրբեջանական լրատվամիջոցներին։ Նա ասել է, որ հայերը չեն ուզում խաղաղության պայմանագիր փաստացի, մենք էլ չենք ուզում։ Այսինքն այդ պայմանագրի մասին խոսք այլևս չկա։ Այնտեղ խոսում էր այդ պայմանագրում երկու չհամաձայնեցված կետերի մասին, որոնց երկուսին էլ Նիկոլ Փաշինյանը տվել է գրավոր համաձայնություն, որովհետև Իլհամ Ալիևի այդ մամուլի ասուլիսից հետո, այդ լրատվամիջոցներին տված հարցազրույցից հետո դրան հաջորդել է ուրեմն Armenpress-ին Նիկոլ Փաշինյանի տված մի ուրիշ գրավոր տեքստով հարցազրույցը, որով ըստ էության ինքը համաձայնություն էր տալի Ալիևի ներկայացրած բոլոր պայմաններին։ Այսինքն բոլոր կետերից ինքը համաձայն է, բայց անգամ այս դեպքում Ադրբեջանը հրաժարվել է խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթ ստորագրելուց։ Նա բացի պայմանագրի կարգավորող դրույթներից առաջ է քաշել նախապայմաններ, որոնց շուրջ ոչ թե պայմանավորվածությունները, այլ որոնք որպես կայացված փաստ լինելու պարագայում նոր կանցնեն պայմանագրին։ Օրինակ, ինչի մասին որ մենք խոսում էինք, նոր սահմանադրության ընդունում, դա խաղաղության պայմանագրի կոչված փաստաթղթի դրույթ չի։ Ընդդեմ բան չկա գրած ու չի կարա լինի, որովհետև Իլհամ Ալիևը հասկանում է, որ դա այլ պետության ներքին գործերի միջամտության ձև է եւ միջպետական պայմանագրում չի կարա լինի պարտավորություն երկրի օրենսդրությունը փոխելու կամ գլխավոր օրենքը, մայր օրենքը փոխելու վերաբերյալ։ Դա բան ուղղակի չի կարա լինի, էլի։ Դրա համար ինքը ասում է, քանի որ դա պայմանագրի տեքստի մեջ չի կարա լինի, ուրեմն որպես փաստ պիտի լինի։ Այսինքն պիտի գնաք նոր սահմանադրությունը ընդունեք, ես իմանամ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով Վահագ Հովհակիմյան նստել է էկրանների առաջ, ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց հաստատել հանրաքվեի արդյունքները։ Ընդունվել է նոր սահմանադրություն։ Երբ որ Ալիևը նոր սահմանադրությունը կարդա, կտենա, որ դրա մեջ անկախության հռչակագիր չկա, ասում է նոր այդ ժամանակ ես քննարկեմ պայմանագրի ստորագրման հարցը, բայց այդ ժամանակ ինքը պայմանագրի չի կնքել, որովհետև այդ ժամանակ Հայաստանը վերացել է այդում այդ կնքի պայմանագիր։ Ինքը այդ ժամանակ Հայաստանը կզավթի ամբողջությամբ, ոնց որ արել է 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում։
Այն ժամանակ էլ էին, չէ՞, Արցախի ներկայացուցիչներին կանչում եւ լավ բանակցությունների։ Հետո պայմանագիր կնքեցին Ադրբեջանի եւ Արցախի հանրապետության իշխանությունները։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ամփոփեցինք շաբաթը, կհանդիպենք մյուս կիրակի, եթե ձեր խափան անմիջոցը չփոխեմ, պարոն Ղազարյան։ Ինձ թվում է, ես ասեմ ձեզ, ես ստացել եմ մեղադրական եզրակացությունը, ստացել եմ նաև գործի նյութերը, ինձ բնորոշ մեծ ուշադրությամբ դրանք զննում եմ, կազմում եմ բոլոր իմ դատական ճառերը ըստ հերթականության եւ ձեզ մի բան եմ վստահեցնում, որ երբ մեկնարկեց այդ գործով դատական լսումները, դուք շատ հետաքրքիր բաներ եք այնտեղ լսելու։ Ես հիմա շատ բաներ չեմ ուզում ասեմ, ոչ թե անակնկալ չխախտելու կամ ինտրիգ ստեղծելու իմաստով, այլ որ միգուցե շատ բաներ հիմա չեմ կարող ասեմ իմ խոսքի իրավունքի սահմանափակման դատանի որոշման պահանջներից ելնելով։ Իսկ դատաքննության փուլում այդ պահանջները իմ համար արդեն չեն կարող գործեն, որովհետև այնտեղ տեղի ունենալու իրավունքի պաշտպանություն է, այսինքն որևէ մեկը չի կարող իմ խոսքը կաշկանդել իմ սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Իսկ այնտեղ դուք կլսեք շատ հետաքրքիր, շատ փաստարկված, ինչպես մնացած բոլոր դեպքերում, ու շատ հետաքրքիր տեղեկություններ։ Եվ վստահ եմ, որ այդ տեղեկությունները լսելուց դուք պետք է անհանգստանաք ոչ թե իմ ճակատագրի, իմ խափանման միջոցի, այլ մի ամբողջ խումբ մարդկանց։ Շատ լավ, սպասենք, տեսնենք։ Լավ եղեք։ Լավ եղեք, ստեսություն ձեզ։ Տեսից։